Մեկ Ուզում եմ գնամ աշխատանքի իրանց պես։ Ընդամենը ուզում եմ գնամ Օլիմպիավան աշխատանքի։ Ոնց են իրանք եկել աշխատանքի, մենք էլ ուզում ենք գնանք մեր աշխատանքի։ Չեմ ուզում տեղս փոխեմ, որովհետև 17 թվականից այդտեղ եմ աշխատում, 107 արդեն սանի հետ աշխատում եմ, որ որ ասում եմ ժողովրդական լեզվով ասած մի քիչ խորանանք, իրանց երեխեքն են երևի մեր մոտ մարզվում, ու ընդամենը ուզում են գնանք աշխատանքի, վայ։ Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ի՞նչ է բերելու պարապությունը։ Այն երեխեքը, որ հիմա գրուպայով, խմբերի գրուպայով նշում են ընկերերիք, մենք վաղ աշխարհի մրցումների ենք երեխեք, չենք կարող առանց մարզվելու գնանք, բայց արդեն գնում ենք։ Մենք էլ ուզում ենք մարզիչներով գնանք աշխատանքի, ուզում ենք աշխատավարձ ստանանք։ Մեր աշխատավարձերն ենք ուզում ստանանք, ուզում ենք հասկանանք երբ կգնանք աշխատանքի, թե մենք всё ինչ անենք, մանգանք որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդ աշխատանքի, մեր Օլիմպիավանում ուզում ենք գնանք աշխատանքի։ Ինչ եք ուզում մեզանից։ Մենք ստացվում է առանց այլընտրանք առաջարկելու միանգամից փակում են աշխատատեղը եւ արդեն այդ վիճակն է, երեխեք ջան, փակը բացի պատասխանել չկա, մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ։ Իմ տեսակը չի պատրաստվում Ծառուկյանից աշխատավարձ ուզի։ Ծառուկյանի վիճակը տեսնում ենք։ Անձնականացրել են, չգիտեմ ինչեր են սարքել։ Իմ տեսակը ուզում է իր աշխատավարձը անցած ամսվա արդեն եւ արդեն մտանք օգոստոս։ Ոնց ենք անելու։ Չէ, կարճ է, ասենց ուզում եմ ես իրանց պես մտնեմ գնամ իմ աշխատանքին։ Առավոտ ոնց են արթնանում, սափրվում, ակրվում, ես էլ առավոտ արթնանում եմ։ Ամբողջ 14 տարեկանից աշխատում եմ ու հիմա ասենց պարապ սպասում եմ, տնամ Օլիմպիավանը երբ է բացվում, որ ես գնամ իմ սիրած աշխատանքով զբաղվեմ, 100 տարվա փորձ ունեցող մարտարվեստներում, չգիտեմ, կազմակերպիչ, մարզիչ, ամեն ինչով անցել ենք, եկել ենք 48 տարեկանում, ասում են, չէ, դու իրավունք չունես գնաս աշխատանքի, որովհետև ինչ, չէ, ինչ, երեխեք, պրոստը պետք է դուրը բացել, ասել ես մարդկանց թողեք աշխատանքի, մնացած իրանց աշխատանքը, իրանք էլ իրանց աշխատանքը կատարեն, մեզ, խիեք ստոպ տվել։ Իսկ ինչ-որ ժամկետների մասնով կայքան քրել են դռները փակել են։ Չկա տես ժամկետ, նույնիսկ դռանը գրած է, ով որ փորձի մուտքանի օրինակ, հասարակ երեխեքի ձեռնոց կա ներսը, լապա կա, չգիտեմ, պաշտպանիչներ կա, որ վերցնեն գոնե դրսում ձորում ենք պարապում, հայատն ենք պարապում, մի բան վերցնեն, գրած է հոդված է վրա հետ։ Ես ինչ անեմ, լավ, ես չեմ, իրանք են, լավ, ազգ, մի հատ կողնորոշվեք, ինչ անենք մենք։ Հիմա այսօր եկել եք Նիկոլ Փաշինյանի դիմելու կառավարության։ Ես էլ եկել եմ, ուզում եմ հասկանամ, իրանք աշխատանքի եկել են։ Ահա, եկել են։ Դե ես էլ եմ ուզում գնամ աշխատանքի, ուզում եմ ինչ-որ մեկը իջնի, ասի Երիկ ջան, անգնա, ես ինչ անգնա Օլիմպիավան աշխատանքի։ Մենք կամ այսինչ օր եք հաստատ կգնաք աշխատանքի։ Գոնե տենց օր ասեն, մենք էլ այդ որ ասում եմ մտնենք դրա տակ։ Իշտեն ասենք հանգիստ գնաց, ոնց են ասում, հանգիստ նստեք տեղները, տես ինչ օր է գնալու եք ձեր աշխատանքի։ Վայ, ուրիշ բան չենք ուզում, հələ։ Պարոն Օհանյան, քանի աշակերտ ունեք ու իրենցից քանիսն են պատրաստվում մասնակցել Օլիմպիադային։ Ունենք 107 կներեք աշակերտ, 3 հոգի զտել ենք մարզումների շնորհիվ եւ նրանք պետք է օգոստոսի 15-ին Հայաստանի MMA-ի կազմակերպած մեկնեն Աբու Դաբի մրցումների գումարած մարզիչը Տիգրան Բադալյանը, հավաքականի մարզիչը, պատկերացնում եք ինչքան աշխատանք է, հավաքական, այդ սաղ գումարներ է, էլի երեխեք ստանում են մարդիկ, սաղ վճարում են ծնողները, ու հիմա այդ երեխեն, որ գնաց աշխարհի մրցումների, պարտվեց, մարզվի, պարտվի, ուրիշ հոգեբանությունը, ասելու Օլիմպիավանը փակ է, դուրս է գալու Օլիմպիավանից ընկեր Տիգրանի մոտից, ընկեր Երիկի մոտից, ընկեր Թելոյի մոտից, տարբեր մարտա, 7 մարտարվեստ կա Օլիմպիավանում, մարզիչների մոտից դուրս են գալու, գնան ուրիշ մարզիչների մոտ, մենք հուլիսի 26-ի մրցումներ էր Դինամոյի, 107 հոգի պետք է մասնակցեին մեր Օլիմպիավանից, 20 հոգի են մասնակցել, 20 հոգից էլ 18-ը պարտվել են, տղա ջան ասում եմ, ինչ հայախի պարտվեցիր, նա հիմա դեմքիս իբրև չգիտես ընկեր Երիկ, չեմ պարապել։
գնաց զորում վազի գնաց։ Տեխնիկապես հագեցված չենք, չէ՞, մարզումները տատամի կա, պաշտպանիչներ կան, սնարյադներ կա, հարվածում են, որ ամեն ինչ սարքած այնտեղ։ Երեխեք բացեք գնանք աշխատանքի իրանց պես, ուրիշ բան չեմ կարող խոսալ։ Եկեք իրար հետ հաշվենք։ Լողավազան 4-ից 5 մարզիչ։ Ջիմ եւ մի 7 հոգին դեղ են։ Մարտարվեստներ 7 մարտարվեստ, ամեն մարտարվեստը ունի մարզիչ եւ օգնականներ։ Ստաֆ աշխատակազմը օլիմպիական մարզաձևերի բուֆետը։ Էլ ինչ ասեմ, պահակակետը, բժիշկը, աշխատակազմը, բոլորը աշխատավարձ ուզում են ստանալու։ Պարզ դարել ենք ոչ մի բան, արդեն եկել ենք ցածրացել ենք, խոսում ենք, այն օրը գնացի բանկ, ասում եմ բանկում, խնդրում եմ ինձ բանկը, որ տվել եք դուք, ասում եմ վարկ եք տվել հիպոթեկ, 20 տարով ինձ հիպոթեկով տուն ա տվել, մեքենա եմ առել, ապառիկ։ Սա օրինական ձևի, կրեդիտ նայել, լավ, ամեն ինչ նորմալ է, տվել է Օլիմպիավանի շնորհիվ, ասում եմ Օլիմպիավանը փագ է։ Խնդրում եմ սառացրեք, ասում եմ չեմ կարող, ասում եմ լավ, որ ես մահանամ։ Ինչ եք անելու։ Տունը գալու եք վերստեք, ասում եմ չէ, երամի ժամանակ ժառանգետ կամ վաճառումա տունը կամ ասում եմ մահացել եմ, երեխեք մահացել եմ։ Չէ, աշխատանքի բերումով մահացել եմ, հիմա Օլիմպիավանով ես, չէ ինձ վարկ տվի, հա։ Խիչ եք կարում սառացնեք, չի կարում, ասում եմ սև ցուցակ։ Ամբողջ կյանքս պայքարել եմ սև ցուցակ չընկնեմ, կոպեկ-կոպեկի հավաքել, բերել եմ։ Ցածր շարքայինից ցածր խոսակցություններ եմ տանում։ Երեխեք կարճ, բացեք, գնանք աշխատանքի, վայ։ Մենք չենք ուզում խառնվենք ձեր կազմակերպած միջոցառումներին, մենք ուզում ենք գնանք աշխատանքի գանք։ Վայ, ուրիշ բան չենք ուզում, հայրենիքում որ պատերազմա սկսում, վազում ենք վայնկոմատ։ Հայրենիքում որ մի լուրջ բան ալու, վազում ենք, ձեր կողքը կանգնում ենք, ազգ։ Մոռացել եք ժողովուրդ չեք, ազգ եք, այսի տարածք չի, հայրենիք է։ Մենք էլ մեր աշխատանքը տեղ ունենք մեր հայրենիքում, բացեք ընդամենը գնանք ձեր պես ոնց է գալի գործի, ոնց է գնում գործ, մենք էլ գնանք մեր գործի։ Ո բան չի, գիժը նորմալ բան է, գիտակցաբար իմաստուն, պրոստը ժպցերես են անում, բայց աննորմալ երևույթ է հիմա տիրում, ինձ ասում են մի գնա աշխատ։ Եթե այսօր ձեզ այստեղ չլսեն, չընդունեն որևէ բան չլինի, ձեր հաջորդ քայլերը որոնք։ Հաջորդ քայլը ստեղից իջնում են բանկ։ Նորից իջնում են բանկ, ասում են բանկ ջան, ես ինչ անեմ, չեմ կարելու ամսի 15-ի վճարում անեմ։ Հաջորդ չեմ մտածում քայլեր, ձեռնարկեմ, բան, կազմակերպեմ, ես իմ ինչեր անեմ, չեմ ուզում։ Չեմ ուզում, ես ուզում եմ իմ սիրած գործով զբաղվել, որը հայրենիքի համար արդեն անում եմ ես։ Արել եմ, անում եմ ու անելու եմ։ Դրոշ ենք բարձրացնում։ Երեխեքին մարզում ենք, դրոշը բարձրացնում ենք։ Էրիկ Օհանյան MMA մարտարվեստի հրահանգիչ։ Օլիմպիավանի մարզիչ, Օլիմպիավանի կոմից եմ ասում այդ ամեն ինչը։ Այս ընթացքում Օլիմպիավանը ինչքան վնասներ է կրել թագուհիներին։ Բասեինը իմ պատկերացումով ահավոր է, որովհետև քլոր ջուր իրար ռեակցիան ու այնտեղ տեխնիկապես շատ ահավոր է, մի օր որ պայթուն լինի այնտեղ, ասելու են սարքեցին։ Երեխեք լուրջ մամուլ խնդրում եմ, էլ իրանցից ումտենում եք, ասեք Օլիմպիավանի դուռը խի չի բաց, սեպտեմբերի 1-ին դպրոցը բացվելու է, չէ՞ բոլոր։ Կարա ինչ որ դպրոց չբացվի, ինչա տնօրենն ու օրինակ եմ ասում, կառավարությունը իրար հետ չունեն։ Պարոն Օհանյան, սոցիալական ցանցերում քաղաքացիներն են իրենց դժգոհությունը բարձրացնում, ասում են, որ փորձում են փաթեթ են ձեռք բերել լողավազանից օգտվելու համար, սակայն հիմա չեն կարողանում, ուզում էին հասկանալ, թե ինչքան է այս process-ը շարունակվելու, ինչ ասեք։ Իրանց ասեմ, մոռացեք այդ ամեն ինչը։ Ձեր մուծածները ինձ թվում է կորելու է կամ էլ եկեք պահանջեք։ Թող իրանք պատասխանեն։ Ընտանիք կա, որ ամբողջ ընտանիքով փաթեթ են վերցրել տարեկան, հարգելիս։ Միլիոն քանի 100,000 դրամից եմ խոսում։ Ու օրինական ձևին, այնց չի, որ եկել են լրիվ օրենքով արած փաթեթներ, ոնց որ Ամերիկայում, ոնց որ Եվրոպայում, ոնց որ ամեն տեղ։ Ջիմ աշխատում է, տարեկան վճարում եմ, ես ծնող եմ, տարեկան վճարում եմ, երեխեքս գալիս են մարտարվեստ, ես գալիս եմ ջիմ, կինս գնում է կանանցի, հանգիստ գնում գալիս ենք։ Դա էլ մեր բժշկությունն է։ Չգիտեմ, մարդիկ կան բուժվում են ընդե մարդիկ կան բուժվում են, դա իրանց բուժում է։ Չաղը նիհարում է, նիհարը չաղանում է, հիվանդ մարդիկ կան, որ գալիս են ընդե բուժվելու, ջիմ են գալի, որ հանգարց օրինակ եմ ասում, իրանք էլ են ախր, հենց իրանք էլ էլ, այսօր կառավարությունը չեմ հավատում, որ իրանք չեն մարզվում։ Հիմա պատկերացրեք իրանք ջիմը փագ է, իրանք փաթեթը իրանք հարցրեք։ Դուք ինչ որտեղ ջիմ գնում եք, փաթեթը վճարել եք, փագվել է այդ շենքը, ինչ ենք անում։
թող ասեն։ Հիմա կառավարությունից պահանջում եք Դռները բաց են։ Գնամ իրանց պես աշխատանքի։ Հարգելիս, ինքը ո՞նց է եկել աշխատանքի։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի։ Հեն ազգի պահապանները, ես ոստիկաններին ազգի պահապան եմ ասում։ Եկել են աշխատանքի, որտեղ հանգարց միջադեպեր չլինի, չէ։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի, երեխուն մարզեմ, վայ։ Ուրիշ բան չենք ուզում։ Բայց ես չեմ ուզում արդեն ուրիշ բանի մասին մտածեմ, որովհետև իմը չի։ Ես չեմ ընտրել դա։ Ես ընտրել եմ մարզչական, մարտարվեստներ եւ այլն եւ օլիմպիադան եմ ընտրել։ Այո, Ծառուկյան ընտանիք եմ ընտրել, որովհետև տենում եմ Ծառուկյան ընտանիքը ոնց է վերաբերվում սպորտին, դրոշին, եւ դրա համար ընդհանրապես ուզում եմ իմ աշխատանքի վայրը բացվի, գնամ աշխատանքի։ Այո, շաբաթ օրը հրավիրում եմ ձոր բոլորի, եկեք նայեք ոնց են աշխարհի մրցումներին պատրաստվում։ Ես sense բան մեկ է տեսել էի 91-2 թվականներին, մենք 13-14 տարեկան էինք, մարտարվեստները արգելել էին, ինչի համար, որտեվ երևի դեմը ավելի լուրջ բան է։ Մարզական վիճակը փոխվում է ամեն։ Վատ վիճակում ասում եմ 26-ի մրցումներին երեխեքին գայեք տենեք, լեզուն հանած չի կարող մարզվի, չի կարող մենամարտանի, որովհետև ինչքան ժամանակ է փագա։ Չի կարող մի պարապմունքը հետաքցում 3 խոսքի մարզավիճակից։ Մի մարզումը հետաքցում 3 մարզավիճակից, ոնց բացատրեմ, երեխեք չեն։ Դա է, պահանջ անկեղծ ոչ թե նենց հավաքվել ենք, բան եկեք մի հատ բան փոր, չէ, երեխեք, չկա տես բան։ Ազգ, պրոստը բացեք օլիմպիադանը, գոնես օգոստոսի 1-ից։ Մենք անցնենք մեր աշխատանքին, երբ էլ ձեզ պետք է ինչ որ զննում եք, հնում եք, չգիտեմ ինչ եք անում, ձեր աշխատանքը չի խոչընդոտում մեր աշխատանքին։ Ինչ եք փագե։ Ինչ եք ուզում կոլեկտիվը աշխատակազմը, չէ, ուզում չէ, սխալ ասեցի։ Ինչ եք դրդում, որ կոլեկտիվը հիմնադիրների հետ խնդիր ունենան։ Չի լինելու, որովհետև կոլեկտիվը 17 թվականից Ծառուկյան ընտանիքի հետ աշխատում է ու երբեք չի փորձում այդ ընտանիքի հետ խոչընդոտություններ ստեղծել։ Իսկ այստեղ միայն օլիմպիադանի անձնակազմն է հավաքված թե Ես օլիմպիադանի անձնակազմին եմ ճանաչում, բայց դժվար, որովհետև Ծառուկյան ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի, որը բիզնեսները կանգնել է երևի տարբեր բիզնեսներով։ Երեխեք անցած անգամ եմ ասել, հարգելի կառավարություն, ինչ գիտեք, ովս ու մենք ընտրե։ Չէ, եթե ուզում եք ինչ-որ մեզ դաղեք, չէ, կներեք, մեր տուն արդեն մտակ, ինչա նշանակում մեր տուն մտակ, հիպոթեկս չեմ կարում փագեմ, ինչ անեմ, լավ, ծիծաղալով ասում եմ, չէ, անկեղծ, վաղը ես 15-ին վարկ ունեմ վճարելու, բանկերին հրամայեք, ասեք, ինչքան Ծառուկյան բիզնեսներ կան, աշխատակազմ կան, հրամայեք, ասեք, իրանց 3 ամիս, օրինակ, մի վերցրեք, հա, այդ ամիսները ավելացրեք մեր ամիսների վրա, գոն է, հիմա ես ինչ անեմ, 850,000 վարկ ունեմ ուծելու։ Երեխեք, ասեք ոնց անեմ, ես անեմ։ ումից եք պահանջում փոխարեն։ Բանկին խնդրեցի, միջնորդի ասես չեմ կարա։ Հիմա եկել եմ ստե ուզում եմ հասկանամ, ով կարա այդ հարցի լուծում Հիմա տա։ հանդիպում պահանջելու եք։ Փորձենք տենանք, ինձ թվում, չգիտեմ, ով է դրանով զբաղվում, անկեղծ չգիտեմ ով է դուրը փագել։ Հետ շոշափելով, հետաքրքրվելով բանով հասկացել ենք պեկա։ Հիմա եկել է հարցը հասել է ստեղ, եկել ենք ստեղ ուզում ենք մեկը իշտի, ասի գնացեք տուն, բանկերի հարցերը ձեր լուծածը, էդ էլ օրինակ եմ ասում, սեպտեմբերի 1-ին կբացվի, մենք էլ իմանանք ինչ անենք։ Մեր երեխեքին տեղավորենք, սաներին տեղավորենք ժամանակավոր ինչ որ տեղ։ Բանկերի հարցերը լուծեք, ժողովուրդ։ Վաղը գալու ենք հացի խնդիր ասենք, երեխեք։ Այդքան ծիծաղալու վիճակ եք գցել, անկեղծ եմ ասում։ Էսի հայրենիքա թե տարածք։ Պրոստը հավաքվել ենք, հա, չէ, էլի, նա ամեն մեկ իր աշխատանքի մեջ թող պահանջի իր վերադասից, ասի ինչ ենք անում, ընդհանրապես ասեք ինչ ենք անում, վերադաս, տենենք ով այդ վերջում պատասխանը տալու։ Կներեք, գուցե դուք խոսել եք, ես մի փոքր միացամ երկու բան էլ նորից հարցնեմ։ Դուք այստեղ գլխավոր պահանջը ում հետ եք այստեղ, ինչ եք ուզում, ինչ եք ակնկալում։ Մենք ուզում ենք մեր աշխատանքատեղը բացվի, մենք գնանք աշխատանքի, ոնց որ իրանք են գնում աշխատանքի, ոնց որ պատկերացնում եք, չեմ դրթում, բայց ես sense եմ պատկերացնում, կամ ինձ տեսեմ մի հատ եք աշխատում։ Ու անորոշ սեպտեմբերի 1-ին կբացվի, օգոստոսին կբացվի, դեկտեմբերին կբացվի, ընդհանրապես կբացվի, թե չէ։ Ինչ որ մեկը թող իշնի, ասի ժողովուրդ գնացեք ձեր տուն, բանկերի հարցը թող լուծեն մեկ, որտեղ բոլորս է վարկ ունենք։ Նենց չի որ վարկ չունենք, էլի։ Մենք էլ չենք պատրաստվում, նորից եմ ասում, այս վիճակում Ծառուկյան ընտանիքից ինչ որ բան պահանջենք։ Ոնց պահանջենք այդ մարդու իրավիճակը հասկանալով։ Մենք ուզում ենք հասկանանք, աշխատում էր ամեն ինչ։ Ստոպ եք տվել հանուն են չի,
Մեզ չի հետաքրքրում մանրամասը, բայց մեր աշխատանքը խեք ստոպ տվել։ Ստաֆը աշխատում էր, մակրոին աշխատում էր, անվտանգությունը աշխատում էր, բժիշկը աշխատում էր, մարզիչը աշխատում էր։ Հա ինչ որ կոմպեր եկակ տարեք, ասենք դե նորմալ է։ Հիմա աշխատավարձ չեք ստանում։ Չունենք, երկրորդ ամիսն է պատտվում։ Կարգավիճակ է ձեզ մոտ, այսինքն աշխատանքային հարաբերություններում ինչ կարգավիճակ է։ Համարվում եք աշխատող, բայց Դե աշխատավարձ չկա։ ներվը մեջներս արդեն տնեցիք հետ ենք կռվում։ Ուրիշ ոչի բան։ Իսկ ինչ է Կարծում եմ կառավարությունից։ Իսկ թվում է ճիշտ են, հա, չէ, հնարավոր չի, որտեվ հայեր են։ Հաստատ ճիշտ ենք, ասեն, գիտեք ինչ ճիշտ եք ասում, կներեք ավել պակես, սուտիկի մարդ են, կարող է իրանք էլ են սխալվում, կասենք էսա բանկերի հարցերը հրանգներ կտանք, բանկերին կասենք միջնորդեն ու ժամկետ կասեն, մենք կգնանք մեր տուն։ Իսկ եթե ինչ-որ լուծումներ չառաջարկեն, Եկեք եթեներով չապրենք։ Կներեք իհարկե։ Արձակուրդն ձեզ ձևակերպել նկատում եմ։ Ոչ մի բան, ոչ մի բան, նույնիսկ ես պետք է հիմա հարկ մուծեմ։ Չէ՞։ Հարկ պետք է մուծեմ, չէ՞, ՍՊ ունեմ։ ՍՊ-ի հարկ պետք է մուծեմ, ՍՊ-ի հարկն էլ հոչի հետաքրքրվում, ինչպես եմ ես վարվում, ստացա, չստացա, նույնիսկ բանկն ասում, ասում է, քեզի տվել եմ Օլիմպիավանով, ասում է, գումար 20 տարով պատկերացնում եք, ապառիկ տուն եմ առել, հիպոթեկով տուն եմ առել, հիմա ասում եմ Օլիմպիավանը կանգնել է, դադարացրեք իմ վարկը, ասում է չեմ կարող։ Այդ հարցը լուծեք, մեկ էլ ժամկետ ասեք, մենք հանգիստ գնանք տուն, հանգիստ նստենք տեղներս։ Իսկ մի բան էլ հարցնեմ, բացի ֆինանսական խնդիրներից